Ողջույն հարգելի մարզասեր, երևի կարոտած կլինեիք, քանի որ մեկ շաբաթ տենց մենք բացակայել ենք։ Այդ բացակայությունը ցավոք սրտի էր, այնպես ստացվեց, որ մեկ-մեկ դե կյանքա լինում է, երբ բոլոր բացասական կետերը համընկնում են մեկ օրվա շուրջ եւ այդպես այո ստացվում է եւ չես կարողանում այնպես անել, որպիսի պլանավորածդ գնա ընթանա նույն ճանապարհով։ Մեկ շաբաթ մենք բացակայել ենք, այդ ընթացքում կուտակվել են բազմաթիվ ֆուտբոլային հատկապես իրադարձություններ, որոնք որ աչքաթող անել պարզապես մենք չենք կարող։ Այսօրվա ոդքասթի ընթացքում մենք հայկական ու համաշխարհային ֆուտբոլի բազմաթիվ հետաքրքիր խաղեր, հանդիպումներ, առաջիկա դիմակայություններ ենք քննարկելու, այն թե ինչ տեղի ունեցավ, ինչու եւ ինչպես հենց այդպես ստացվեց, քանի որ բացի հայկական ֆուտբոլին ուղիղ առնչություն ունեցող հետաքրքիր զարգացումները մենք միջազգային ֆուտբոլին վերաբերող մի այնպիսի մեգա ցավալի երևի ավելի շատ իրադարձություն ունենք, որը երևի թե կարիք ունի հիմնային արմատական փոփոխության առհասարակ վերանայման, ինչպես նաև այդ թեմայի քննարկման։ Իհարկե խոսքը Իտալիայի եւ իտալական ֆուտբոլի մասին է։ Այնպես որ շտապենք ընթանալ առաջ, րոպեներ չկորցնենք, որպեսզի բոլոր կետերով կարողանանք անցնել ու քննարկենք բոլոր բացթողած նորությունները։ Գիտեք, հաճախ են ասում, որ Հայաստանի ազգային հավաքականը դա մի հսկայական ճգնաժամի օրինակ է, եթե խոսում ենք հավաքականների մակարդակով ելույթների մասին, եւ Հայաստանի հավաքականը երևի թե մեզ համար մենք մեր, ինչպես ընդունված է ասել անգլերեն բառով bubble-ի մեջ ենք ապրում, մեզ ամեն ինչ այդտեղ տաղտկալի, անհետաքրքիր, տխուր ու անհեռանկար է թվում։ Հնարավոր է շատերը հենց այս ձևակերպումների հետ համաձայն են եւ այդքանով բավարարվում են, սպասում են լավ օրերի, այդ լավ օրերի սպասումով էլ ապրում, գեթ մեկ հանդիպում չեն դիտում, սպասելով, որ վերջի վերջո կգա ապագայի այդ օրը, երբ նորից երևի թե 2010-ականների ազգային ընտրանու պես մեր հավաքականը կփայլի, մեր տղաները նորմալ հանդես կգան, կկարողանան հաղթել միջին բարձր ընտրանիների եւ այդ ժամանակ նորից նրանք կվերադառնան կամ ստադիոն կամ օրինակ հեռուստաէկրանների առջև նորից նրանց կտեսնենք։ Իսկ այդ ընթացքում նրանց համար հավաքականը դա ինչ որ վերացական հասկացություն է, ինչպես բուլղարական օրինակ Ֆերրարին, հայկական ֆուտբոլն է նրանց համար դառնում է ինչ որ մի բան, որը ապագայում պետք է բացել, բացահայտել։ Բայց մենք այդպես չենք վերաբերում հայկական ֆուտբոլին, մենք նայում ենք այլ աչքով, ուզում ենք հասկանալ այս իրավիճակի պատճառները, դրդապատճառները, հիմնապատճառները եւ ինչպես նաեւ առհասարակ հասկանալ ու գնահատել արդյոք սա նորմալ է, ընդունելի է, վատ է, միջինից ցածր է, թե անգամ որոշ դեպքերում լավ է։ Վերջի վերջո պետք է հասկանալ, թե ինչի հետ է այն համեմատում։ Եվ ես առաջարկում եմ ձեզ մի թեմայի շուրջ խոսել, որը հայկական ֆուտբոլի հետ ուղիղ կապ չունի, սակայն համեմատականների եւ արված, արվող, արվելիք քայլերի տեսանկյունից մենք կունենանք մի համաշխարհային մակարդակով օրինակ, կալապսի օրինակ, խայտառակ վատ մենեջմենթի օրինակ եւ այն հնարավորություն կունենանք համեմատելու մեր ունեցածի հետ։ Խոսքը Իտալիայի ազգային ընտրանու մասին է։ Հավաքական, որը ոչ վաղ անցյալում 2006 թվականին դարձել է աշխարհի չեմպիոն։ Հավաքական եւ ֆուտբոլ, իտալական ֆուտբոլը, կալչոն, որպես այդպեսին, որը օրինակելի եւ բաղձալի է եղել աշխարհի բազմաթիվ հավաքականների, ֆուտբոլիստների համար 90-ականներին, 2000-ականներին։ Անկամ հիմա այն իր ներքին առաջնությամբ մնում է եվրոպական ֆուտբոլի հեգեմոններից մեկը, համաշխարհային ֆուտբոլի ամենամեծ լիգաներից մեկը եւ ամենադիտվողներից մեկը իհարկե։ Սակայն ինչ է այնտեղ տեղի ունեցել, ինչը գնաց սխալ ուղղությամբ եւ արդյունքում ինչի այն հանգեցրեց։ Եթե մենք դիտարկենք ժամանակագրության տեսանկյունից, պատկերացրեք 2006 թվականից հետո
աշխարհի առաջնության չեմպիոն հռչակված եվրոպական հավաքականը իդեպ առաջին անգամը չէ որ այդպես է տեղի ունենում հաջորդ ցիկլի ժամանակ եզրափակիչ էտապում 2010 թվականին շատ հեշտ մրցակիցներ ունենալով հանդերձ կրկնում եմ Պարագվայ, այնտեղ Սլովակիա դրանք այն հավաքականները չէին, որոնց հետ Իտալիայի ընտրանին պետք է հազիվ հազ կարողանար ոչ ոքի կամ կարճ ասած չհաղթեր եւ նման հավաքականների հետ նրանք վերջին հորիզոնականն են զբաղեցնում դրանից հետո արդեն եւս մեկ ցիկլ եւ 2014 թվականին նրանք նորից պայքարից դուրս են մնում խմբային փուլից անգամ այդ երկու մեծ մեգա անհաջողություններից հետո իսկ խմբային փուլը չհաղթահարելը Իտալիայի հավաքականի համար արդեն իսկ եզրափակիչ փուլի խմբային էտապի մասին է խոսքը դա արդեն մեծ հարված է իտալական ֆուտբոլի հեղինակությանը ինչ արվեց այդ ընթացքում վերցրեք ժամանակագրությունը 2014 թվական Իտալիայի առաջնությունը միանշանակ էր անկման էր գնում իհարկե հեգեմոն եւ ուժեղ ակումբները իրենց հեղինակությունը պահպանում են, բայց առաջնությունը ինքնին արդեն այն չէ։ Իտալական ֆուտբոլը ունի առանձին դիրքեր, որտեղ որ կա հստակ ճգնաժամ։ Եվ այդ ճգնաժամային կետերից դիրքերից մեկը հարձակման դիրքն է, ոչ թե ըստ իս, այլ կներեք, դուք պատկերացնում եք մի ընտրանի, որտեղ Մոյզեկին, Ռետեգի նման ֆուտբոլիստներ են հարձակման գծի առաջատարները այն դեպքում, երբ որ ժամանակին Բալոտելին եկեք ազնիվ գտնվենք Իտալիայի պես ընտրանու հարձակման գծի ֆուտբոլիստների հետ համեմատությամբ Բալոտելին դա տենց էլի։ Ես տեսել եմ ֆուտբոլիստների, որոնց համեմատ դա տենց էլի։ Հավատացնում եմ Դել Պիերոյի հարևանությամբ Բալոտելին, Ինձագիի հարևանությամբ Բալոտելին դա տենց հավատացնում եմ։ Սակայն հիմա, երբ նայում ես համեմատության մեջ դնելով, Բալոտելին անհաս բարձունք է թվում բոլոր մյուսների համար Ռետեգիների համեմատությամբ, Մոյզեկինների համեմատությամբ, ովքեր որ կարող էին արդեն առաջ ընկնելով բոլոր հարցերի պատասխանները տալ հենց օրերս կայացած play-off փուլի հանդիպումների ընթացքում։ Դա տեղի չունեցավ։ Եվ ամենահետաքրքիր դիմակայությունը բաժին հասավ բոսնիական մի փոքրիկ ոչ ֆուտբոլային քաղաքի, որը եւս շատ հետաքրքիր զուգադիպությամբ համընկավ տարբեր այլ գործոնների հետ Բոսնիայի մայրաքաղաքի Սարայևոյի ստադիոնը պատժամիջոցների տակ էր, նրանք ունեն երկրպագուների սահմանափակ քանակ, որոնք որ կարող էին ներկա գտնվել մարզադաշտում եւ այն չպետք է գերազանցեր 10,000-ը, թե ինչ, կարճ ասած որոշվում է, որ հանդիպումը պետք է անցկացվի Զենիցա ստադիոնում, Սարայևոյից ոչ այդքան հեռու եւ իտալացի երկրպագուների համար ինքնին այդտեղ հասնել արդեն մի հետաքրքիր արկածեր փոքրիկ տպավորությունները, որոնք որ նրանք ստացան, կարծում եմ մի ամբողջ կյանքի համար բավարար կլինի, ինչու, որովհետև եթե պատմական այդ էքսկուրսին վերադառնանք, ստացվում է այնպես, որ 2018-2022, հիմա արդեն 2026 թվականների աշխարհի առաջնություններին երրորդը անընդմեջ Իտալիան բաց է թողնելու։ Ահա ձեզ այսպիսի խայտառակության մասին պատմություն։ Ամեն դեպքում միանշանակ է նրանք 16 տարի շարունակ չեն լինելու աշխարհի առաջնություններում։ Ինչ է դա գլոբալ նշանակում, եկեք չքննարկենք։ Այո, աշխարհի առաջնությունը եւ կազմակերպիչները զրկվում են ամենաանվանի ընտրանիներից մեկից, նվազագույնը մեկ բան երևի կարելի է նշել, այս դեպքում աշխարհի քառակի չեմպիոնները, իտալացիները չեն մասնակցում քառամյակի գլխավոր ֆուտբոլային ստուգատեսին։ Եվ ինչ կասեք, նրանք վերջերս հաղթել են Եվրոպայի առաջնության։
Եվրոպայի առաջնությունում հաղթանակը մանավանդ հաշվի առնելով թե որ ընտրանիներն են հիմա որակավորվում, գիտեք ինչ, մեղմ ասած ամենացուցանիշը չէ, որով որ մենք պետք է փորձենք համատել ու հասկանալ նրա ներզոր կարողությունները։ Պլյուս իտալացիները որոշ դեպքերում ու ավանդապես գիտեն գավաթային այդ տրամաբանությամբ խաղերում հաղթել, գնալ առաջ, հատկապես եթե այնպես է ստացվում, որ իրենց մրցակիցները իրենց համար հարմար են, ավանդապես հարմար են։ Իսկ ովքեր ավանդապես ստացվեց, որ անհարմար մրցակիցներ են իտալացիների համար։ Տաքարյուն իտալացիների, էմոցիոնալ իտալացիների համար ստացվում է, որ վերջին ու տևական ժամանակ, գիտեք, դա տենց չեմ ասում մենակ վերջին շրջանի համար, սկանդինավյան սառը հաշվենկատ ընտրանիները, այդ բնույթի դեպ նաև բնորոշ է սլավոնական ժողովուրդներին, նման հավաքականները ուղղակիորեն չեն տրվում իտալացիներին։ Պատկերացնում եք Իտալիայի ընտրանին դուրս է մնացել փլեյոֆ փուլում, պարտվելով հաջորդաբար շվեդներին, այս շարքում երևի թե ամենալուրջ ֆուտբոլային ավանդույթ ունեցող հավաքականին, հետո առաջին անգամ հնարավորություն են տվել ըմբոշխնել մեծ մրցաշարում մասնակցությունը մակեդոնացիներին, հետո արդեն եկել է ժամանակը վերջինը, որը որ մենք ավելի ծավալուն կքննարկենք Բոսնիա-Հերցեգովինա, հավաքական, որը իր գոյության պատմության ընթացքում երկրորդ անգամ է իրավունք ձեռք բերում մասնակցելու եւ այնտեղ կա մեկ մարդ, մեկ դերակատար, Էդին Ջեկո, մարդ, ով երևի թե բոսնիական ֆուտբոլի վերջին տարիների մարմնավորումն է։ Եվ ինքնին խաղին, եթե գանք, ինքնին խաղը մեկ բանի մասին էր, Իտալիայի հավաքականը որակապես ավելի լավ ընտրանի է, դա ակնհայտ տեսնում ես, նրանք նույն Մոյզեքինի գեղեցիկ դիպուկ հարվածի շնորհիվ բացում են հանդիպման հաշիվը եւ անում ինչ, անում մի հատ շատ անտրամաբանական բան։ Նրանք որոշում են, որ մենք իտալացիներ ենք, մենք միշտ փայլել ենք մեր լավ պաշտպանության, կարող ենք գնդակը զիջել, անցնել մեր կիսադաշտ եւ կստացվի, կունենանք հակագրոհի հնարավորություն, կխփենք երկրորդը, բայց այս ընթացքում կպաշտպանվենք, կկործանենք, կփչացնենք մրցակցի խաղը եւ ամեն ինչ կլինի առավել քան լավ։ Բավականին սառնասիրտ, առհասարակ իրադարձությունների նման ցավալի զարգացումներին չտրվող բոսնիացիների համար այդ գնդակը ու հետագա րոպեները այնպիսի տպավորություն էր, որ նրանց համար նվազագույնը հանդիպման հաշիվը 0-0 է։ Նրանց էմոցիոնալ ֆոնը որևէ կերպ չտուժեց այդ բաց թողած գնդակից հետո։ Նրանք տիրապետում էին գնդակին, սառնասիրտ էին, մաքուր ուղեղով, հստակ գիտեին թե ինչ պետք է անեն, դարպասներին հարվածի, եթե վիճակագրությանը նայենք, ամոթալի անգամ նման թվերի մասին խոսել, երբ կա գործող անձ հավաքական Իտալիա առաջին խաղակեսից հետո դարպասին հարվածները 13-2։ Ինչ ասես նման ընտրանում, ինչ կարող ես ասել, արդեն այդ պահին ինձ թվում է, որ շատ բաների, շատ հարցերի պատասխաններ տրվեց եւ վերջնական պատասխանը նաեւ տրվեց նախավերջին երևի թե, այսպես, հաջորդականություն, այսպես Բաստոնին երբ ստացավ կարմիր քարտ, Իտալիայի ընտրանին հասկացավ, որ իր միակ լուծումը, իրոք միակ լուծումը դա պաշտպանվելն է, ամբողջ երկրորդ խաղի ընթացքում, երկրորդ խաղակեսի ընթացքում նրանք ունեցան շատ ռեալ մի պահ, Մոյզեքինը մենակ է դուրս գալիս, պահը չի իրացնում եւ դրա արդյունքում դրանից հետո արդեն Տաբակովիչը հավասարեցնում է հանդիպման հաշիվը։ Նյարդերի պայքար լրացուցիչ երկու խաղակեսերում հետո արդեն ժամանակը հասնում է հետխաղյա 11 մետրանոց հարվածաշարի, որտեղ որ Էսպոզիտոն ու Կրիստանտեն չեն իրացնում, բոսնիացիները դիպուկ էին բոլորը եւ Բայրակթարևիչը, որքան էլ ցավալի ազգանուն ունի, նա հաղթանակ է պարգևում, այդ երիտասարդ ֆուտբոլիստը ճանապարհ է հարթում Բոսնիայի ընտրանու համար, արդեն երկրորդ անգամ նրանք կգնան եւ կմասնակցեն աշխարհի առաջնությանը։ Սա պաշտոնական հատվածը տեղի ունեցածի, հիմա քննարկենք, նախ եւ առաջ ասեմ, որ մի շատ մտերիմ ընկեր ունեմ, ով
Գերմանիայում տեղի ունեցած աշխարհի առաջնությունից սկսած պարբերաբար գնում է հենց տեղում դիտում Իտալիայի ընտրանի հանդիպումները, վերջին տարիների ընթացքում պարբերաբար տխուր, որոշ դեպքերում հաղթահարելով այդ տխրությունը Ամերիկայից ճանապարհորդում է մինչև Եվրոպա, Իտալիայի ընտրանու հետ գնում բոլոր քաղաքներով, այս դեպքում էլ նա հյուսիսի իռլանդացիների հետ հանդիպմանը ներկա գտնվեց, հետո արդեն բոսնիացիների հետ խաղին, իդեպ այստեղ նաև առաջարկում եմ նրա նկարած որոշ կադրեր, էմոցիաներ, ստադիոնից տպավորություններ, իհարկե նրա տրամադրությունը մեղմ ասած այն չէր խաղից հետո, իհարկե ինչպես ամբողջ իտալական ֆուտբոլին է ու իտալացիներին է։ Ինչ է դա նշանակում նրանց համար։ Հիմա իրենց ֆեդերացիայի նախագահան, ինչպես նաև բոլոր նրանք, ովքեր որ սիրում ու գնահատում են իտալական ֆուտբոլը, փորձում են հասկանալ ինչու այսպես տեղի ունեցավ։ Պատճառները տասնյակն են, բայց կան մի քանիսը, որոնք ինձ շատ ավելի հետաքրքիր ու միանշանակ են թվում որպես պատճառ, քանի որ նրանք հստակ են, ակնհայտ եւ դրա հետևանքները դու կարողանում ես պրոյեկտել մեծ հավաքականի մասշտաբների վրա։ Նայեք, Իտալիայի առաջնության եկեք առաջին եռյակի քառյակի թիմերին նայենք՝ Միլան, Ինտեր, Միլան, Կոմո, Նապոլի, Յուվենտուս։ Մեկնարկային կազմում քանի իտալացի է դուրս գալիս Ինտերի կազմում։ 2-3, Միլանում լավագույն դեպքում 2-ը, Յուվենտուսում 2-3-ը, առավելագույնը, կասեք Կոմո, գիտեք Կոմոյի կազմում քանի իտալացի է խաղացել այս մրցաշրջանում, 1 նախավերջին տուրում, նա դուրս է եկել եւ խաղացել է 14 թե 17 րոպե, այդ թիվը կներեք, չեմ հիշում, բայց ինչ է ստացվում, վերնամասի ակումներից մեկում ամբողջ առաջնության ընթացքում գեթ 1 րոպե, 1 խաղ մինչև վերջերս չէր խաղացել որևէ իտալացի։ Կոմոն էլ կարելի ասել վերջին տարիների իտալական ֆուտբոլի դեմքն է ամբողջ աշխարհում։ Ինչու եմ այդպես ներկայացնում, քանի որ մեծ ներդրումներ են արվում, փորձ է արվում էլիտար ակումբ ստանալ ինչ որ դատարկ տեղում, ակումբ, որը սերիա B, C այդտեղ էր հանդես գալիս ոչ վաղ անցյալում, բեն նրանց համար առավելագույններում ուր կարելի էր ցատկել, իսկ հիմա նրանք սերիայում են, ամենավերնամասում, հնարավոր է գալիք տարիների ընթացքում անգամ կարողանան դառնալ չեմպիոն։ Հիմա խոսենք արդեն համեմատության մասին։ Մեր առաջնությունում կա լիմիտ, վերջերս էլ քննարկվում էր Հայաստանի առաջնության շրջանակներում արդյոք պետք է մեծացնել այդ քվոտան, որպեսզի 3-4 ֆուտբոլիստ լինեն։ Գիտեք, այստեղ գալիս է այն հանգրվանին, այն կետին, որ եւ այն եզրակացությանը, որ եթե ֆուտբոլի չափման միավորը ազգային հավաքականն է, ապա այո, քո ակումբներում պետք է լինի ինչ-որ լիմիտ կամ ինչ-որ մի նորմ, որը խրախուսում է քո ֆուտբոլիստների առկայությունը քո ակումբներում։ Իտալիայում նմանը չկա, ստացվում է, որ իտալացի ֆուտբոլիստները պարտվում են այդ պայքարում իրենցից ավելի տաղանդավոր օտարազգի ֆուտբոլիստներին։ Եվ դա շարունակական process է։ Վերջին տարիների ընթացքում նրանք բոլորը աչք են փակել այդ գործոնի վրա։ Հաշվի առնելով արդեն, որ կարող ենք այս process-ին հետևել ու խոսել, կրկնեցի արդեն որ թվականից, երբ որ նրանք արդեն խմբային փուլում պարզապես լքում էին պայքարը, այն էլ անհույս էին լքում։ Եվ այն թե ինչ քայլեր են ձեռնարկվել, եւս հանգում է ընդամենը մեկ անլուրջ կետի, ճիշտ ասած։ Նրանք կարծում էին, իտալացիները կարծում էին, որ կարելի է բերել աշխարհի առաջնությունում լուրջ հաջողությունների հասած ֆուտբոլիստների մոտ բերել հավաքականին, նրանք որպես հեղինակություններ, հա, նույն Բուֆոնը, նույն Գատուզոն, որը գլխավորում էր ազգային ընտրանին, եւ նրանք խաղան էմոցիոնալ այն ճիշտ թելերի վրա, ազդեցություն կգործեն, ինչպես ուժեղ բռունցքը կխփեն պարբերաբար սեղանին, կպահանջեն բոլորին
եւ հատկապես այդ մանկահասակ երեխաներից շատերին, որոնք որ հաճախ իրենց լավագույն կողմերով չեն դրսևորում, կարճ ասած նրանք ամրագոտիները այտենց լավ կձգեն եւ Իտալիան ինչպես պետք է հանդես կգա։ Ինչպես փորձը ցույց է տալիս, դա չի աշխատում, որովհետեւ ժամանակակից ֆուտբոլում մոտեցումները փոխվել են։ Եվ ֆուտբոլը գնում է լրիվ այլ ուղղությամբ։ Ֆուտբոլը ու առհասարակ սպորտը։ Գիտեք ինչն է հետաքրքիր, որ այն գործոնները, որոնք որ իտալական ֆուտբոլին ու իտալացիներին եղել է բնորոշ եւ եղել նրանց հաղթաթուղթը, էմոցիոնալ, պաշտպանությունում լավ հանդես գալը, ֆանտաստիկ հարձակվողներ միշտ ունենալը, հիմա արդեն կամ զրոյական մակարդակի է, կամ արդեն ներկա ֆուտբոլային օրենքների շրջանակներում դրանք չեն աշխատում, չեն գործում։ Օրենքներն ու այս թիմային խաղը իր տեսակի մեջ այլ ուղղությամբ է գնացել եւ էմոցիոնալ ազդեցությունը, ճնշումները, բղավելը, գոռալը, կատաղած դեմքը, ինչպես Գատուզոն ուներ ժամանակին, եթե դա ազդում էր, հիմա արդեն էմոցիոնալ ավելի հավասարակշռված հավաքականները, ավելի աշխատասեր ընտրանիները, որոնք որ կարողանում են նվիրվածությամբ եւ աշխատասիրությամբ որոշ դեպքերում նաեւ իրենց մոտ տաղանդի դրսևորումների բացակայությունը լրացնել ավելի աշխատող ֆուտբոլային գործոններով, կարգապահությամբ օրինակ նրանք հաղթում են։ Կարգապահությունը հիմա օրինակ բնորոշ է սկանդինավյան երկրներին եւ եվրոպական ֆուտբոլի մասին է խոսում։ Մենք տեսնում ենք Բոդյո Գլիմտը նորվեգական ինչպես է աշխատում, նորվեգական ֆուտբոլը նույնպես առաջ է գնում, նրանք աշխարհի առաջնությանը մասնակցում են շվեդները, նույնպես իրենց տեղը ապահովեցին։ Գործում է նաեւ սլավոնական ազգերի մոտ, խորվատների մոտ է միշտ ստացվում Վերջին շրջանում նաև ակնհայտ է, որ լավ են աշխատում նույն օրինակ բոսնիացիները։ Եվ զգացվում է, որ այո, նրանք ունեն միջինից ավելի ցածր համատությամբ իտալացիների որակի ֆուտբոլիստներ, բայց նրանք որպես համակարգ շատ ավելի կարգապահ են գործում։ Նրանք էմոցիաների չեն տրվում։ Իտալացիները տրվում են։ Կարծում եմ Բաստոնի այդ կարմիր քարտը, շտապողականությունը նման սահանկման գնալու նաև հենց դրանով է պայմանավորված։ Պետք է հասնել, պետք է անել ամեն ինչ, պետք է փրկել իրավիճակը։ Կարծես չընկալելով, որ ավելի լավ է այդպես չանել։ Ավելի լավ է հասկանալ, որ կա դեռևս ժամանակ, կա որոշում, կա տեսադաշտ, որը դու պետք է ընդհանուր այդ խաղի 90 րոպեի եւ հավելյալ ժամանակի տրամաբանությամբ դիտարկես ու հասկանաս արդյոք պետք է այդտեղ գնալ սահակման թե ոչ։ Այս պայդրությամբ ես կարող եմ կատարել ամենասխալ ու վատ որոշումը իմ կարծիքով, սակայն անհատապես իմ դիրքի տեսանկյունից լավագույն որոշումը։ Այո, դա մեծ պրոյեկտի, մեծ թիմի շրջանակներում ստացվում է, որ վատագույն որոշումներից մեկն է։ Իտալացիները ինչ փոփոխությունների են գնալու, կարծում եմ կտրուկ արդեն։ Հայտարարություններն այնպիսին էին, որ այս ընտրանին պետք է առհասարակ ցրել, ուղարկել տներով, մենք այլևս հավաքական չունենք եւ պետք է հավաքել նոր տղաներ։ Նոր տղաները որտեղից են նրանք գտնելու, երևի Սերիա B-ից։ Եթե Սերիա A-ի միջին եւ ներքևի ֆուտբոլիստներից որևէ մեկը չի համապատասխանում ստանդարտներին, ապա պետք է գնալ ավելի ներքև։ Իտալական ֆուտբոլին պաշտոնական այդ հատվածին հրաժարական տվեց եւ հրաժեշտ տվեց նաեւ Բուֆոնը, նա էլ հեռացավ, անելիք նա այստեղ այլևս չունի։ Գատուզոյի հրաժեշտի խոսքերը ավելի տենց ցավալի էին ու կտրուկ էին, նա ասել էր, որ եթե Իտալիայի ընտրանին չհաջողի, ապա նա պարզապես Իտալիայից հեռու է գնալու, այնքան հեռու, որքան հնարավոր է, երևի գնալու է Նոր Զելանդիա։ Դա որքանով կօգնի, չգիտեմ, դա էմոցիոնալ որոշում է, ինչպես եւ իրենց բնորոշ է։ Ինչ են նրանք անելու, կրկնում եմ, դա էլ մեզ համար պետք է ինչ-որ հետաքրքիր նմուշօրինակ լինի, որովհետեւ այն թե ինչ են արել օրինակ ժամանակին գերմանացիները, նրանք դրանից դասեր չեն քաղել։ Մենք պետք է մեր աչքի առաջ նվազագույնը պահենք։ 2000-ականների սկզբին գերմանական ֆուտբոլը այո ճգնաժամի մեջ էր եւ գերմանացիները գիտեին եւ արեցին այնպես թե ինչպես պետք է շտկել իրավիճակը։ Հատուկ նշանակված անձինք հետաքննություն էին իրականացնում, այդ հատուկ նշանակված անձինք այնպիսի տպավորություններ, որ օպերատիվ խմբով գրեթե մտնում էին ակումբներ, ակադեմիաներ, հատկապես Բունդեսլիգայի, երկրորդ Բունդեսլիգայի թիմեր հասկանալու համար, թե ինչպես է ընտրություն կատարվում
ինչպես է ստացվում այնպես, որ որոշ դեպքերում ավելի քիչ տաղանդավոր, ավելի քիչ որակներ ունեցող գերմանացիները ինչ որ բարբերաբար առաջ են մղվում այն դեպքում, երբ որ նրանց հարևանությամբ խաղում են, ավելի լավ որակներ, արդյունավետություն են ցուցաբերում ոչ գերմանական ծագման, բայց Գերմանիայի անձնագրով ֆուտբոլիստներ տեղի ունենում այն, ինչը կարող է շատերի համար ռասիստական թվա, բայց այդուհանդերձ այդ շրջանից հետո իտալական ֆուտբոլի համեմատությամբ, հա, նույն եւ Գերմանիայի ընտրանում կարող ենք օրինակ Ֆրանսիայի հետ համեմատել, գերմանական ֆուտբոլում ավելի են շատանում սևամորթները, ավելի են շատանում այլ էթնիկ խմբերի պատկանող ֆուտբոլիստներ, այդ թվում նաև թուրքերը, նրանք տեղ են ստանում, որ ովքեր որ ծնվել, մեծացել են Գերմանիայում, նրանք ավելի հանգիստ են սկսում հայտնվել Գերմանիայի ընտրանու կազմում եւ հետագայում գերմանացիները, ու մինչեւ հիմա էլ մեծ հաշվով ցույց են տալիս, որ դա ճիշտ ժամանակին արված ճիշտ փոփոխություններ էին։ Հիմա Իտալիան եւս բազմեթնիկ արդեն այդպես դարձել է ներգաղթյալներով երկիր է, որտեղ որ այնպես չէ, որ ոչ հաճախ Էլ Շարավից սկսած, հա, ով ծագումով եգիպտացի է, Բալոտել եւ այլ տղաներ կան, որոնք որ իտալական սպորտի հետ կապ ունեն եւ արմատներով էթնիկ պատկանելիությամբ իտալացի չեն, այնպես մեղմ ասած։ Եվ հնարավոր է ստացվում է, որ նրանց ուշացումով եւ ոչ բոլորին են տեղ ու ժամանակ հնարավորություն տվել իրենց դրսևորելու Իտալիայի ազգային ընտրանու կազմում։ Հիմա էլ օրինակ նույն Մոյզեքինը։ Դա կարող է իդեպ պատճառներից մեկը լինել, որը կրկնում եմ գերմանացիների հետ համեմատության օրինակով ցույց է տալիս, որ նվազագույնը գերմանացիները աշխատող մոդելի շրջանակներում ճիշտ քայլեր են ձեռնարկել։ Եվ թերևս այս երկար պատմության ավարտը պետք է լինի հետևյալի մասին, որ մեզ էլ որպես հայկական ֆուտբոլի սիրահարներ մենք էլ ենք ապրում մի երկրում, որոնք որ էմոցիոնալ իմաստով անհավասարակշռված ենք շատ հաճախ, մեր տղաները շատ է լինում, որ անգամ պայմանականորեն ոչ ամենակարևոր խաղերում, բայց մեր տղաները չեն կարողանում զսպել իրենց էմոցիաները, գնում եւ անում են ամենասխալ որոշումները առանձին էպիզոդներում, արդյունքում մենք մնում ենք նույն տաշտակի առջև։ Մենք ոչ թե որպես օրինակելի նմուշ օրինակ, բայց մեզ համար ավելի մոտ, էմոցիոնալ մոտ, ավելի էլիտար օրինակ, հա, մեծ ֆուտբոլային օրինակ Իտալիայի հավաքականին պետք է պահենք ուշադրության կենտրոնում, նայենք ու դիտարկենք, թե նրանք ինչ քայլեր են հետ այսու կատարելու եւ եթե դա աշխատի ապագայում, հետագայում, ապա մենք այդ քայլերը պետք է փորձենք կրկնօրինակել, փորձենք կիրառել եւ բերել տեղափոխել հայկական ֆուտբոլ։ Կարծում եմ, որ այդ իմաստով մենք, եթե համեմատության մեջ ենք դնում, մենք մեր նիշայում շատ ավելի լավ կարգավիճակ ունենք, քան իտալական ֆուտբոլը։ Այնինչ տեղի ունեցավ, գերցավալի է, ճիշտ ասած, մասնակից ակումբների քանակի այս ընդլայնումը ինձ մոտ վստահություններ, որ իտալացիներին մենք այդուհանդերձ տեսնելու ենք։ Եվ վերջի վերջո եվրոպական գոտու փլեյօֆի մյուս հանդիպումների մասին, եթե ավելի հակիրճ խոսենք, պարզապես բոլոր մյուս հանդիպումները խամրում են այս անհաջողության համեմատությամբ, պետք է ասենք, որ կան նաև հետաքրքիր այլ ընտրանիներ, որոնց մենք տեսնելու ենք, դրանց շարքում չեխերն են, որոնք կարողացան հետաքրքիր պայքարում 3-2 հաշվով արդյունքում հաղթել դանիացիներին, Կոսովոն սեփական հարկի տակ զիջեց նվազագույն հաշվով Թուրքիայի ընտրանում, թուրքերն են գնում աշխարհի առաջնությանը մասնակցելու, եթե չեմ սխալվում, երրորդ անգամ եւ իհարկե գերդրամատիկ, ֆանտաստիկ պայքար, ֆանտաստիկ ֆուտբոլ եւ Շվեդիայի հավաքականը 3-2 հաշվով կարողանում է պայքարից դուրս թողնել Ռոբերտ Լևանդովսկուն եւ նրա ընկերներին։ Ռոբերտ Լևանդովսկու այդ մեծ ֆուտբոլիստի համար էլ կարծես թե սա վերջին մեծ մրցաշարը կարող էր լինել, նա էլ տխուր արդյունքները աչքերին
հրաժեշտ տվեց թե շվեդ, թե լեհ երկրպագուներին, կարծում եմ ամբողջ աշխարհում նաև իր ու առհասարակ ֆուտբոլի երկրպագուներին նրան վստահ եմ մենք երևի թե չենք տեսնի հաջորդ արդեն 2030 թվականի աշխարհի առաջնությունում։ Դե Լեհաստանն էլ այն ընտրանին չէ, որը միանշանակ կկարողանա առաջին հորիզոնականով իր տեղը ապահովել։ Այսպիսով աշխարհի առաջնության մասնակիցների տեսանկյունից բոլոր հարցերի պատասխանները տրվեց եւ եվրոպական գոտուց եւս 4 երկիր հայտնի դարձավ, թե ովքեր են նվաճում իրենց ուղեգրերը։ Հիմա արդեն ժամանակն է միջազգային ֆուտբոլային այս հետաքրքիր իրադարձությունից արդեն գալ ավելի մասնավոր տարածք ու անդրադառնալ մեր ֆուտբոլին։ Նույն այս վերջին 2 շաբաթների ընթացքում, որոնցից մեկը մենք բաց թողեցինք, տարբեր երկրների ազգային ընտրանիների բաժին ասան թե ընկերական, թե պաշտոնական հանդիպումներ, նրանք մեկը մյուսով փոխարինեցին, մեր դեպքում այնպես ստացվեց, որ ստիպված եղանք մեկը չեղարկել, Արաբական Միացյալ Էմիրությունների հետ հանդիպումը քանի որ չկայացավ, դա լինելու էր առաջինը, երկրորդը արդեն Բելարուսի հետ տնային դիմակայություններ։ Շատերը սպասումով էին, շատ խոսվեց փորձարկումների մասին, բազմաթիվ անուններ ու ֆուտբոլիստներ կային, ովքեր որ առաջին անգամ մեկնարկային կազմում էին հայտնվելու, կարճ ասած հետաքրքիր էր նրանց տեսնել, թե ինչ է տեղի ունենում, ինչով կարող են նրանք զարմացնել վերջապես մեզ։ Բոլորի համար էլ հասկանալի է, որ մեկ հանդիպումը այն չէ, անգամ երկուսը այն չէ, որպեսզի բոլորին ասնես փորձարկել, բոլորը խաղաժամանակ ստանան, բոլորի համար լինի հարմար մրցակից, որպես այդպեսին իրենց դրսևորելու տեսանկյունից։ Եթե խոսենք հանրապետական մարզադաշտում տեղի ունեցած Բելարուսի հետ ընկերական հանդիպման մասին, նախ եւ առաջ հիշենք, որ վերջին անգամ երբ մենք նրանց հետ խաղացել էինք, հաղթել էինք վստահ առավելությամբ 4-1 հաշվով, իսկ այդ խաղում առաջին իսկ րոպեները ցույց տվեց, որ մեր ընտրանին ու մեր տղաները պարզապես չեն կարողանում էմոցիոնալ տրամադրվել պաշտոնական հանդիպման։ Դա խոսում է մեկ բանի մասին, այո, նրանց համար հսկայական կարևորություն է դա ստանում, նրանք կրում են ազգային ընտրանում մարզաշապիկը, բայց նրանցից որոշների ամփորձների մոտ շունչները կտրվում է եւ չեն կարողանում հասկանալ, գտնել իրենց տեղը դաշտում, էմոցիաները իրենց ասում են, իրենց ուտում են ներսից, ցանկանում են անել առավելագույնը, ստացվում է, որ մեկը մյուսին խանգարում է, մեկը տրված էմոցիաներին չի կարողանում, ինչպես Նարեկ Հովհաննիսյան, ես այդ տղային այնքան եմ հավանում, այնքան տաղանդավոր, երիտասարդ, մեծ ապագան ունի, բայց բանից պարզվեց, որ Բելարուսի պես համեստ բելարուսական ֆուտբոլը, որի ճգնաժամի եւ ամենախայտառակ օրերն է ապրում, ես չեմ պատկերացնում ինչ որ մի օր իրավիճակ, որ սրանից ավելի վատ Բելարուսի ընտրանի լինի, կամ հենց այս ընտրանին այս ֆուտբոլիստերով էլ ավելի ներքև է գնալու, կամ էլ սա այն առավելագույնն է, որ կարող է ցույց տալ Բելարուսի հավաքանը, բայց այս Բելարուսի դեմ ընկերական խաղում սեփական արկի տակ մեր տղաները չէին կարող առաջին րոպեների ընթացքում կենտրոնանալ, տրամադրվել եւ ցույց տալ այն, ինչին նրանք ունակ են։ Նարեկը, ասում եմ, այդ խաղում բացական իմաստով լավագույն օրինակն է։ Նա, ով մեր առաջնությունում փայլում է իր որակներով, իր փոխանցման որակով, գնդակի հետ վարվելու, այդ մշակույթը, որ նա ունի, ցավոք սրտի մենք այդ խաղում որոշ դրվագներում այնպիսի վրիպումներ, սխալներ էինք տեսնում, որոնք որ պարզապես մեկնաբանության չեն տրվում։ Կարծում եմ պետք է տրամադրվել այնպես, որ ընկալես ես դաշտում անկախ մրցակցից պետք է անեմ այն, ինչ ես կարողանում եմ անել, անգամ ոչ թե լավ եմ անում, կամ փորձեմ շատ լավ անել, զարմացնել շատերին, ոչ, ես կարողանում եմ չէ անել բազային այս կամ այն բանը իդեալական։ Եկեք տրամադրվեմ, որպեսզի դաշտում անեմ այդ նույն պարզ ֆուտբոլային քայլերը նույն կատարողականով, ինչ անում եմ ազգային առաջնությունում։ Կրկնում եմ, այստեղ մրցակցի արագությունները չէ, որ նրանց ստիպում էին, որ նրանց ոտերը դողային, սխալ տեղ փոխանցում կատարեին, չկարողանային կասեցնել, սա այն մրցակիցը չէ, սա Իռլանդիա չէ, Հունգարիա չէ, առավել եւս Պորտուգալիայի ընտրանին չէ։ Սա Բելարուսն է, գրողը տանի։
Բելարուս, որին ես վստահ եմ իդեալական պայմաններում, սենց են որ տղերքին կարողանանք համոզել, որ մոռացեք, դիմաց հավաքական չի, պարզապես ինչ որ անանուն ֆուտբոլիստներ են։ Եվ Գանձասարը վստահ եմ լուրջ կդիմադրեր։ Ոչ ոքի կկորզեր։ Ես ճիշտ ասած մրցակցի կազմում մեկ ֆուտբոլիստի տեսա դարպասապային։ Պավել Պավլյուչենկոն այդ խաղում փայլեց։ Նա կարելի ասել 2-1 հաշվով այդ հաղթանակի գլխավոր պատճառներից մեկն էր։ Նա կարողացավ իր դարպասը անառիկ պահել այն դրվագներում, որտեղ որ կարողացավ գոնե մեկ անգամ մերոնք կարողացան նրանց պատժել 11 մետրանոց հարվածով աչքի ընկավ հանդիպման վերջնամասում Վահան Բիչախչյանը։ Ցավալի արդյունք պարտությունը ինչ է ցույց տալիս, մանավանդ եթե պարտությունների շարքը շատ երկար է եղել։ Ցույց է տալիս մեկ, որ դու խնդիրները չես վերացրել։ Հնարավոր է պարզաջրել է որոշ դիրքեր, տեղեր, որակներ, բայց արդյոք դա այն է, ինչի համար մենք գնում ենք ընկերական խաղ խաղալու։ Խնդրահարույց դիրքերը միշտ էլ մեզ մոտ շատ են եղել եւ ըստ էության ասում եմ այս խաղը որքան էլ որ ենթադրենք պարտվել ես եւ պարտությունը պետք է քեզ տա այն բացերը, որոնք որ պետք է փակել, բայց ցավոք սրտի մենք այնքան շատ բաց ունեինք, որոնց մասին մենք տեղյակ էինք, բանը գալիս է ցույց տալու, որ այս խաղը բացահայտում է նոր բացեր, օրինակ որ սերնդափոխության տեսանկյունից, իսկ այդ մասին Եղիշե Մելիքյանը խոսեց, մենք անգամ որոշ դեպքերում հույս չենք կարող շատ կապել երիտասարդների հետ, որովհետև նրանք շարքային պարզ ընկերական խաղի տրամադրվել չեն կարողանում։ Եվ դա շատ ցավալի է։ Դա երևի ամենացավալին է։ Ես այդ խաղում ամենամեծ ցավալի կետը, որը ակնհայտորեն տեսա, դա հենց այդ գործոնն էր։ Ունենք լավ կետ, ունենք շատ լավ մի պատմություն, որի մասին գոնե այս տխուր երկու իրադարձություններից հետո ցանկանում եմ քննարկել ձեզ հետ։ Խոսքը մեր 19 տարեկանների ելույթների մասին է, քանի որ Թուրքիայում ընթացած մրցաշարում խմբային փուլում մեր հավաքականը պարտություն չկրեց Կոսովոյի եւ Թուրքիայի ընտրանիների հետ խաղաց արժանի ոչ ոքի եւ թեորիապես երբ կար հնարավորություն, եթե ոչ ոքի խաղան նաեւ Կոսովոն եւ Թուրքիան, մենք եթե 7 եւ ավել գնդակ խփեինք Ջիբրալթարի դարպասը, կարող էինք հայտնվել առաջին հորիզոնականում, տղաները տրամադրվեցին եւ կատարեցին այն, ինչ պետք էր անել։ Կոսովոն էլ Թուրքիան էլ 7-0 հաշվով էին հաղթել Ջիբրալթարին, մեր տղաները արեցին այն, ինչ նրանցից հարկավոր էր։ Այո, այն խաղում ոչ ոքի տեղի չունեցավ։ Այնտեղ Կոսովոն հաղթեց Թուրքիային, դաշտի տերերին։ Բայց մեր տղաները 9-0 հաշվով ջախջախեց Ջիբրալթարին։ Ես ուզում եմ հատուկ ընդգծել այս գործոնը, որովհետև մեր տարիքային հավաքականների դեպքում ոչ թե որոշ դեպքերում, այլ վերջին շրջանում հատկապես դարձել էր Ջիբրալթարի Սան Մարինոյի պես հավաքականները, Անդորան հավաքականներ, որոնք երևի իրենց մակարդակը բարձրացրել էին, մենք էլ որոշակիորեն իջել էինք, վստահաբար իջել էինք եւ դարձել նրանց մակարդակի ընտրանի։ Այո, մենք նրանց մակարդակի ընտրանի էինք դարձել եւ ամենայն ազնվությամբ ես չէի կարծում որքան էլ որ վստահ է այս խաղում կհաղթենք, բայց տենց առավելագույնը 2-3-0 անգամ այդ դեպքում ես կարծում եմ որ դրվատանքի խոսքերին նրանք արժանի կլինեին 3-0 հաղթեցին։ Այ չստացվեց 7 գնդակ ուղարկել դարպասը։ Դե կներեք, նրանք էլ են 2 ոտք, 2 ձեռք ունեն, ու գլուխներն էլ աշխատում է կույրու համրերի ընտրանու դեմ չեն խաղում վերջի վերջո։ Բայց նրանք գերակատարեցին, մրցակցի դարպասն ուղարկեցին 9 գնդակ։ Կրկնում եմ, զուգահեռ ընթացող խաղում մի ընտրանիների, որոնք որ վերջին տարիներին ֆուտբոլային տաղանդների, ֆուտբոլային դպրոցի կայացման տեսանկյունից շատ ավելի լավ ընթացք ու թափ են հավաքել, թե Կոսովոն, թե հատկապես Թուրքիան, մենք նրանց հետ խաղացել ենք արժանի ոչ ոքի։ Այս ֆոնին նախ եւ առաջ ընդգծեմ, որ մեծ է Ռազմիկ Գրիգորյանի ներդրումը, իդեպ նրա գլխավորությամբ նախկինում էլ տարբեր տարիքային հավաքականներ բավական հաջող են հանդես եկել
Ես չեմ մտաբերում գետ մեկ դեպք, երբ Ռազմիկ Գրիգորյանի գլխավորությամբ հավաքականները ուղղակիորեն խայտառակ ելույթներ են ունեցել, անգամ եթե պարտվել են լուրջ մրցակիցների, լուրջ պայքարում նվազագույն հաշվով, իդեպ այդպիսին է եղել ոչ վաղ անցյալում Խորվաթիայում ընթացած նմանատիպ մրցաշարը պատվով են հանդես գալիս եւ նրանք այդ տեսանկյունից հատկապես այս տարիքային խումբը, որը ավանդապես այնպես է ստացվել, որ մեր ամենակայացած տարիքային հավաքականն է, իրար հետ կապ չունեցող ֆուտբոլիստներով ու սերունդներով, բայց միշտ 19 տարեկանների հավաքականը ինչ որ ողնաշար ունի։ Չգիտեմ դա ինչով է պայմանավորված։ Կարող է մեր տղաները 18 տարեկանում ձեռք են բերում հենց այն որակները, որոնք որ թույլ են տալիս մինչև 19 տարեկանների հավաքականում իդեալական դրսևորեն իրենց։ Դրանից հետո ինչ որ մի բան կոտրվում է։ Երևի թե մերոնք պետք է հենց այս հատվածում փնտրեն գլխավոր խնդիրը՝ տարիքային հավաքականների 19-ից 21-ի անցումը, 21-ից արդեն հավաքական։ Կարճ ասած, այստեղ ինչ որ մի բան կոտրվում է։ Իսկ թե ինչ է կոտրվում, մենք կարող ենք տեսնել մինչև 21 տարեկանների հավաքականի ելույթների արդյունքներին նայելով։ Այստեղ պարտություններ են, նորից պարտություններ, մեկը մյուսից ավելի վատ, խայտառակ ու անհույս։ Շատերն ասում են, որ Արմեն Գյուլբուդաղյանցը տեղին անտեղին վստահում է ԲԿՄ-ի ֆուտբոլիստներին, այո, տղաներ, որոնց հետ նա աշխատում է, նրանց նա լավ է ճանաչում։ Մեկ բան կարող ենք ասել միանշանակ։ Վերջին շրջանում, վերջին տարիներին մեկ բան է ցույց տվել Արմեն Գյուլբուդաղյանցի աշխատանքը, որ ԲԿՄ-ն նա կարողանում է տեղից շարժել։ Նրանք կարողանում են միավորներ վաստակել առաջնությունում։ Բայց դա եւս ունի բացատրություն։ Ես օրինակ ներքին վստահություն ունեմ, որ դա պայմանավորված է մեկ գործոնով, ընդամենը 10 թիմ է խաղում ես 9-ի հետ եւ այդ 9 ընտրանիների հետ դու բարբերաբար ես խաղում, ոչ 1-2 անգամ ամբողջ մրցաշրջանում, գավաթն էլ իր հետ վերցրած, ընկերական խաղերն էլ իր հետ վերցրած, դու մեկ մրցաշրջանի ընթացքում կարող ես 5-6 անգամ խաղալ նրանց հետ։ Եվ այդ ներքին խոհանոցին այն աստիճան լավ է ստիրապետում, որ այո, դու ԲԿՄ-ն կարող է հաղթել Նոային էլ, Արարատ Արմենիային էլ, կարող է պայքարել բոլոր այդ Փյունիկի հետ, Ուրարտուի հետ։ Դու պարզապես ճանաչում ես բոլորին։ Շատ հաճախ անգամ իրար հետևից նրանք մտնում են մարզվելու։ Նրանք տեսնում են, թե մրցակիցը ինչպես է մարզվում։ Նրանք գրեթե ամեն օր իրար բարևում են, ողջագուրվում են, քննարկում են, խոսում են նախորդ հանդիպումը։ Կներեք, բայց այդ իրավիճակում այո, նորմալ է, որ ԲԿՄ-ն կարողանում է հաղթել։ Այ եվրոպական հավաքականների, որոնք որ գալիս են մեկ անգամյա տուրնեի շրջանակներում, ԲԿՄ-ն զարմացնել իհարկե չի կարող։ ԲԿՄ-ի տակ ես հասկանում եմ այն կորիզը, որը կա երիտասարդական հավաքականում։ Անկամ ուժեղացված այլ ֆուտբոլիստներով այդ հավաքականը ընդհանրապես ոչ մի բանի նման չէ։ Այն չի կարողանում ակումբային մակարդակի ֆուտբոլը տեղափոխել իր տարիքային խմբի հավաքական եւ զիջում է ամեն առումով, ֆիզիկական առումով, պասերի փոխանցումների որակի առումով։ Ֆուտբոլային այն ամեն ինչը որ պետք է մենք տեսնենք, մենք ընդհանրապես չենք տեսնում։ Առհասարակ չենք տեսնում։ Մենք տեսնում ենք ֆուտբոլային որոշակի դրվագներ, ամբողջ 90 րոպեի ընթացքում կարող է լինել մեկ գրոհ, որը ֆուտբոլի է նման, մի քանի գործողություն, որը ֆուտբոլի է նման, առանձին ֆուտբոլիստների կատարմամբ, իսկ պարզվում է, որ մյուսները պարզապես չընկալեցին, որ այդտեղ ֆուտբոլային մի բան տեղի ունեցավ, նրանք արդեն կտրված էին ամեն ինչից։ Դա էլ եղավ, անցավ, գնաց։ Որպես հետևանք մեր 21 տարեկանների հավաքականը պարտությունի հետևից է կրում։ Պետք է փոփոխություն, հնարավոր է երևի պետք է վստահել Ռազմիկ Գրիգորյանին։ Կարող է նա նոր միտք լուծում ունի կամ չգիտի, ավելի ճիշտ գիտի, թե ինչպես այդ մինչև 19-ներին բնորոշ այդ մեր որակը ողնաշարը տեղափոխի օրինակ 21 տարեկանների հավաքական եւ կկառուցի ինչ որ ապագա, որը մենք դեռ սպասում ենք ու չի գալիս։ Դերևս այսքանը այս շաբաթվա համար։ Երկար անդրադարձ ճգնաժամային երկրների ֆուտբոլային իմաստով ճգնաժամային երկրների մասին, խոսեցինք Գերմանիան ինչպես այն կարողացավ հաղթահարել, խոսեցինք այն մասին, թե ինչպես է Իտալիան տառապում արդեն տասնամյակներ շարունակ, իսկ դա արդեն տասնամյակներ է ձգվում։ Ինչ կլինի իտալական ֆուտբոլի հետ եւ արդյոք նրանք կարողանան այս իրավիճակից դուրս գալ, դա ցույց կտա գալիք տարիների նրանց ելույթները։
այն թե ինչ տեղի ունեցավ, ինչ դասեր քաղեցին, մենք էլ դե կողքից որպես մշտապես դժգոհ ժողովուրդ ֆուտբոլից, ազգային ֆուտբոլից պետք է նայենք, թե ինչ են նրանք անում։ Եթե անում են ճիշտ, պետք է այդ քայլերը, ինչպես ասում են, կոպի անենք նաև մենք։ Եթե անեն սխալ քայլեր, ուրեմն դա սխալ ճանապարհ է։ Այսքանը այս շաբաթվա համար, շարունակեք մնալ Բուն TV-ի եթերում, իսկ մենք հաջողություն ենք ձեզ մաղթում, կհանդիպենք գալիք շաբաթ։